արտահանման գործընթացները դյուրինացնելու երկու հիմնական համակարգերի միջոցով առաջին համակարգը հերթերի կառավարման համակարգի համար իրավական հիմքերի ստեղծումը եւ դրա նկարագրումը եւ իհարկե ավելի կոնկրետ կայանատեղիների համար իրավական հիմքերի ստեղծումը եւ ինքը իրանով նաեւ ներկայացնում է հրապարակային օֆերտա առաջարկ մասնավորին, որ միջև մեր մաքսակետերը կարողանան հնարավորություն ունենան ստեղծեն կայանատեղիներ եւ քաղաքակիրթ ձևով սպասարկեն այն բոլոր բեռնատարները, որոնք որ արտահանում են իրականացնում դեպի այլ երկրներ մեր մաքսակետերով եւ այս տեսանկյունից երկու հիմնական նպատակ է հետապնդում նախագիծը առաջինը մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում եւ անխոչնդոտ անցում նախնական հերթագրման եւ մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով երկրորդը պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում նախ նշեմ ուրեմն առաջին խումբ կարգավորումները ինչ է իրենց ներկայացնում կուտակային կայանատեղին, դե կուտակային անվանում ենք, որովհետև ըստ էության կայանատեղիում պարտադիր կուտակվելու են, հետո բեռները տեղափոխվեն դեպի մաքսակետեր եւ հետեւյալ հիմնական պահանջներն են սահմանվում նախագծով, նախ ասում ենք, որ երկու մաքսակետերից խոսքը Բաղդաշանի եւ Ագարակի մաքսակետերի մասին է խոսքը, իհարկե հետագայում կարող են դրանք ընդլայնվել, ինչու այդ երկուսը, որովհետև դրանք ամենաշատ թողունակությունը եւ ամենաշատ բեռները հենց այդ երկու կետերով են անցնում, եթե կոնկրետ հնչեցնեմ, ելքի ուղղությամբ օրական միջինում 250 եւ ավել բեռնատար անցնում է Բաղդաշենով, օրական միջինում 220 եւ ավել բեռնատար էլ Ագարակի կետով եւ սրանք առաջնահերթություն են սահմանում կուտակային կայանատեղիներ ունենալու, այսինքն պարտադիր պահանջ է լինում կայանատեղի մտնելը, հետո շարժվել դեպի մաքսակետ Կայանատեղի համար միջև 20 կիլոմետր հեռավորության պահանջ է դրվում 3000 քառակուսի մետր տարածքով իր համապատասխան ասֆալտապատումով կամ բետոնապատումով իր գծանշումներով էլեկտրոնային թվային համակարգով համապատասխան տեսախցիկներով եւ այս ամեն ինչը փոխգործելի մեր մաքսային թվային համակարգերի հետ Ընդ որում նշեմ, որ այդ հերթերի կառավարման համակարգը ըստ էության լինելու է պետական ՊԵԿ-ի կառավարման ներքո եւ ներկայումս մենք հիմա դրա մշակման փուլ ենք մտել եւ ըստ էության, երբ որ այս որոշումը ընդունվի ու դրանից հետո մասնավորը սկսի այդ ուղղությամբ աշխատանքներ անել ու ներդրողներ հայտնվեն, մենք դրան զուգահեռ այդ համակարգը կմշակենք եւ երբ որ գործարկվեն այդ կայանատեղիները, կունենանք այդ համակարգը ու կմիացնենք իրար եւ մի կարևոր հանգամանք այդ հերթերի կառավարման համակարգը նաեւ ինքը թափանցիկ է լինելու հասանելի բոլորին կայքի տրամաբանությամբ տեսնելու են մարդիկ թե կայանատեղիներում ինչպիսի զբաղվածություն կա եւ յուրաքանչյուր կայանատեղին ինչ գին է առաջարկում ընդ որում որպեսի հստակ լինի գնի համար առավելագույն չափ է սահմանվում խոսքը 5000 դրամի մասին է այսինքն մինչեւ 5000 դրամ ցանկացած մասնավոր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել այդ պահանջները բավարարելու դեպքում նախագծով սահմանում ենք նաև որոշակի կարևոր կարգավորումներ մասնավորապես մեկնման այսինքն կայանատեղիից մեկնման առաջնահերթություններ 3 կարևոր առաջնահերթություն կա ունենք շուտ փչացող բեռներ օրինակ կենդանի ձուկ միս մսամթերք կատնամթերք մրգեր բանջարեղեն սրանք ունենալու են առաջնահերթություն երկրորդը հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ են ունենալու առաջնահերթություն մասնավորապես օրինակ միջազգային միջոցառումներ ուղարկվող ապրանքները կամ դիվանագիտական բեռները կամ դոնորական առանձին ապրանքներ Եվ մի կարևոր առաջնահերթություն էլ լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահարկ վճարողները, որոնք ունեն հավաստագրեր, կունենան առավելություն, սա շատ կարևոր է, այսինքն հերթական առավելությունն է լինելու, եթե կլինեն այդպիսի հավաստագիր ստացողներ, իրենք ստացվում է, որ մաքսակետերը ավելի արագ կանցնեն, քան մյուսները եւ հետեւաբար հորդորս նաեւ, որ բոլորը փորձեն այդ համակարգին մոտ գան եւ ստանան այդ հավաստագրերը